Բարի երեկո, հարգելի հետևորդներ, առաջիկա րոպեներին կներկայացնեմ օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից եւ աշխարհից։ Դուք դիտում եք ABC լուրերի հերթական թողարկումը, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Քիչ առաջ փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ կտրուկ վատացել է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, որը գտնվել է Երևանի կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապօգնություն եւ Վարդան Ղուկասյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։ Իսկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին քննչական կոմիտե են հրավիրել եւ նոր մեղադրանք առաջադրել 6 տարվա վաղեմության ցուցմունքներով, որոնք դեռ ժամանակին համարվել են սխալ թարգմանության հետևանք, հայտնել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Իսկ թե ինչ մեղադրանքի մասին է խոսքը, դիտենք ռեպորտաժը։ 2019 թվականին ողորմած հոգի Միքայել Բաղդասարովի արձակագրությունների ընթացքում նախաքննական մարմինը սխալ թարգմանությամբ կորզել էր որոշակի, այսպես ասած, ցուցմունքներ երրորդ նախագահի դեմ։ Հետո, երբ որ երես-բերես են արել, առերեսում են արել նախաքննական մարմնում Սերժ Սարգսյանին եւ լուսահոգի Միքայել Բաղդասարովին, ապա այդտեղ այդ ցուցմունքից պարոն Բաղդասարովը հրաժարվել է եւ հիմնավորել է, որ այն արձանագրվել է սխալ կերպով, որովհետեւ գիտեք, նա ռուսախոս էր եւ սխալ թարգմանության կամ ուղղորդված սխալ, եթե ավելի այդպես ուղիղ խոսենք, թարգմանության արդյունքում այդպիսի զավեշտալի մեղադրանքներ տեղ էին գտել արձանագրության մեջ։ Մի խոսքով Միքայել Բաղդասարովը այդ ցուցմունքը տվել էր, սխալ էին թարգմանել, հետո նա այդ թարգմանության հիման վրա հրաժարվել էր այդ ցուցմունքից առերեսման ժամանակ եւ այդ թեման մեռել էր, չկար ընդհանրապես։ Միքայել Բաղդասարովի հետ առնչվող գործի կապակցությամբ 2025 թվականին արդեն այս տարի, խնդրում եմ ֆիքսել 6 տարի անց, այդ քրեական գործը ուղարկվել է դատարան եւ հիմա դատաքննության փուլում է։ Ամենակարևորն այն է, որ այսօր Սերժ Սարգսյանին վերագրված դրվագը այդ գործի մեջ, դատարան ուղարկված փաթեթի մեջ գոյություն չունի, չկա։ Այսինքն 19 թվականին իրենք ստացել են որոշակի ցուցմունքներ, այդ ցուցմունքները պարզվել է, որ սխալմունքի, այսպես ասած, շակերտավոր արդյունք են իրենց կողմից, եւ այնքան ակնհայտ էր, որ այդտեղ թեմա չկա, խնդրեմ չկա, Սերժ Սարգսյանի վրա չեպե չկա, կեղծ չկա, որ անգամ իրենց հորինված շինծու ընդհանուր գործի մեջ այդ թեման չեն ներառել։ Իսկ այդ դրվագը գոյություն չունի դատական ատյանին փոխանցված գործի մեջ։ Եվ այսօր 6 տարի անց, հիշելով, որ 19 թվականին ինչ որ մի բան կարող էին բստրել կամ բստրել էին, հետո ծակվել էին, բռնվել էին, որ խաբում են, բայց այնուհանդերձ վիզ պետք է Սերժին արգելել մեկնել երկրից, այդ դրվագով կանչել են եւ նոր մեղադրանքի առիթով փակել են նախագահի մեկնելու իրավունքը։ Այսօր կայացել է Բագրատ Սրբազանի եւ նրա հետ միասին կալանավորված քաղբանտարկյաների գործով դատական նիստը։ Փաստաբան Արամ Վարդևանյանի փոխանցմամբ դատարանը մերժել է Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու պահանջը այն դեպքում, երբ նրա 85-ամյա հայրը գտնվում է հիվանդանոցում։ Բացահայտեմ նաև, քանի որ իրենից ունեմ համաձայնությունը, անհրաժեշտությունը, հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ Արթուր Սարգսյանի հայրը, Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանը, ով 85 տարեկան է, գտնվում է բժշկական կենտրոնում։ Այս ժամանակահատվածում նաև առողջական լրջագույն խնդիրներ է ունեցել, որի ողջ դետալները փոխանցվել էին դատարան։ Եվ դուք պատկերացրեք մեզ մոտ մարդասիրության որպես սկզբունքի ինչ աստիճան ճգնաժամ կա, որ այս միջնորդության դեմ առարկեցին դատախազները, որ գիտակցում են, վստահ եմ, որ 85 տարեկան Լավրենտ Սարգսյանը, Արթուր Սարգսյանի հայրը, ով մինչ այս պատմությունը առողջական խնդիրներ չի ունեցել, այս ժամանակահատվածում տեսնելով որդու նկատմամբ տեղի ունեցողը իր մոտ առողջական խնդիրներ են առաջացել։ Արթուր Սարգսյանի մոտ առողջական խնդիր չի առաջացել։
Եվ պատկերացրեք այս պայմաններում նշված միջնորդությունը մերժվում է։ Ազնվորեն եմ ասում, չեմ պատկերացնում ինչը պետք է լինի։ Օրերս Սահմանադրական դատարանը որոշման արձանագրում է, որ տնային կալանքը իր ինտենսիվությամբ նույն կալանքն է։ Պարզապես օրինակ այդ ժամանակ կարող է մարդասիրության երաշխիքը, սկզբունքը պահպանվել։ Բայց այս դատարանի համար դա նշանակություն չունի, հանրային մեղադրողների համար նշանակություն չունի, սա փաստն է։ Գաղափար չունեմ։ Ինչով պարզաբանվեց, թե չպարզաբանվեց։ Բացարձակապես։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, բայց մերժեց, որտեղ Արթուր Սարգսյանը դեռ կալանավորված է։ Սա է այն իրականությունը, որը ունենք։ Շարունակելով հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված լարված թեմաները, այսօր կարգալույց է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն Քահանա Հունանյանը։ Հայտնում են մայրաթորից նշելով, որ հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։ Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիսից, անտեսել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ, մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը, մեղսակից դառնալով կարգալուծվածին հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին, անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։ Եվ մինչ տեղեկանում ենք Տեր Տարոն Քահանա Հունանյանին կարգալույց հռչակելու պատճառների մասին, հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել արդեն կարգալույց Ստեփան Ասատրյանի մասին։ Մի ամբողջ հակադրությունների շարք է ջրի երես հանել ABC մեդիան։ Պարզվում է նախկին տերարամը 2021-ին մասնակցել է ընդդիմության ցույցերին, հրապարակումներ արել Նիկոլ Փաշինյանի դեմ և շատ լավ վերաբերմունք ունեցել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Բայց մի օր նա հայտնվում է հանրային հեռուստաընկերության եթերում և պատմում, որ իրեն իբր պարտադրել է մասնակցել ցույցերի, որն էլ հենց դարձել է հոգևորականների ձերբակալությունների պատճառ։ Սակայն ոչ վաղ անցյալում Ստեփան Ասատրյանը ոչ միայն աջակցում էր հայ առաքելական եկեղեցուն վեհափառ հայրապետին, այլև բավականին ընդգծված կեցվածք ուներ իշխող ուժի նկատմամբ։ Մեր ձեռքի տակ են հայտնվել Ասատրյանի նախորդ մի քանի տարիների գրառումները, որոնք այսօր արդեն չեք գտնի կարգալույց հոգևորականի էջում։ Այդ գրառումների լուսանկարները կարող եք գտնել նաև մեր կայքում 3w.abc.media.am։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը հանդես է եկել հայտարարությամբ կոչ անելով պահպանել հոգևոր և ազգային արժեքների միասնականությունն ու պաշտպանությունը։ Թեմի հոգևորականությունը խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանության հակասահմանադրական, եկեղեցազավթողական և հակաեկեղեցական գիծը։ Պետական գործիչների կողմից անպարկեշտ և անթույլատրելի բառապաշարով, նաև կեղծ ու զրպարտչական տեղեկատվության տարածմամբ ուղեկցվող այս ապազգային արշավը թունավորում է հասարակական գիտակցությունը, թուլացնում ազգային միասնությունը, երկբառակությունն ու թշնամանք սերմանում, ինչը հայրենիքի համար խիստ վտանգավոր է և կործանարար։ Կոչ ենք անում մեր եկեղեցու հավատավոր զավակներին լինել զգոն, չտրվել իշխանության սադրանքներին և չառաջնորդվել հանրային տիրույթում տարածվող վնասակար ստերով, քանի որ այն նողկալի է և ատելի է Աստծո համար։ Իսկ Հայաստանի վարչապետը ինքն իր համար որոշել է, որ հայ առաքելական եկեղեցին կաթողիկոս չունի։ Ասում է, ամենայն հայոց կաթողիկոսի կոչումն այժմ զբաղեցնում է մարդ, որը ըստ նրա ապօրինի է գտնվում այդ կարգավիճակում։ Բայց եթե եկեղեցու առաջնորդի հասցեին հնչում են կտրուկ արտահայտություններ, ապա նույն վարչապետի խոսքում նկատելիորեն փոխվում է տոնայնությունը, երբ խոսքը հասնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Փաշինյանի ելույթին հետևել է իմ գործընկեր Սեդա Մակարյանը։ Կառավարության շենքի միջանցք, լրագրողներ ու բազում հարցեր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին իրեն բնորոշ սուր վարակումներով։ Սկսել է եկեղեցուց անդրադարձել հեծին հայ-ադրբեջանական հարաբերություններին, ավարտել հայկական բնակավայրերի ադրբեջանական անվանումներով։ Ռուսաստանի և Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին այս անգամ Փաշինյանը գործակալ է վարակել, պնդել է, թե ապացույցներ կան։ Կարծում եմ, որ այն փաստերը, փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ է դարձնում, որ խորհրդային միության ժամանակներից այո նա հավաքագրվել է որպես պակ գործակալ
Անդրադառնալով եկեղեցու ներսում կատարվող իր հայտարարությունների ինֆորմացիոն հիմքին պնդել է դրանք բազմազան են։ Փաշինյանի համար ինֆորմացիոն ամենահավաստի հիմքը ժողովուրդն է, հետո ԱԱԾ-ն։ Իսկ եկեղեցու ներքին կյանքի մասին ինֆորմացիան իր պնդմամբ ստանում է ԱԱԾ-ից։ Ինֆորմացիոն հիմքերը բազմազան են, ամենահավաստի ինֆորմացիոն հիմքը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներն են, ովքեր առնչվում են, գիտեն այդ թեմաների մասին եւ ցավոք որոշակի շրջանակների հետ շփվելիս ավելի շատ նման ինֆորմացիաների հետ են առնչվում մարդիկ, քան հոգևոր եւ դա է այն խնդրեմը, որը մենք համարում ենք այլևս անհանդուրժելի։ Հովանավանքից քաղաքացուն բերանը փակելով հեռացնելու դեպքն էլ Փաշինյանը պարզաբանել։ Պարզվում է ոչ թե այդ քաղաքացու ազատ խոսքն էին սահմանափակում, այլ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով էր ՊՊՑ աշխատակիցը բռնությամբ հեռացնում վանքից։ Ես պետական պահպանության ծառայությունից բացատրություններ եմ խնդրել եւ նրանք ասել են, որ որոշում է կայացվել այդ թվում այդ քաղաքացու անվտանգությունը ապահովելու նկատառումով, որովհետեւ նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել եւ դրա համար այդ որոշումը կայացվել։ Փաշինյանը զարմացավ, որ լրագրողները թիրախ են դարձել հարցին, թե հնարավոր է նաեւ նրանց էլ կալանավոր են լրացնելու համար։ Փաշինյանը պատասխանեց, թե լրագրողների դեմ ոչ մի գործողություն չի նկատել։ Ես սովոր չեմ մեկնաբանել իրավիճակներ, որից տեղյակ չեմ, ինչ որ դուք ասում եք լրագրողներին թիրախավորելու մասին։ Առաջին անգամ եմ լսում դրա մասին, չեմ կարող ոչ մի բան ասել, ամեն դեպս եթե առիթ լինի, ոչ թե առիթ լինի, կհետաքրքրվեմ, թե ինչի մասին է խոսքը։ Եթե կոնկրետ ելույթներ նկատի ունեք, խնդրում եմ փոխանցեք, որպեսզի ես ավելի կոնկրետ իմանամ ինչի մասին է։ Անդրադառնալով հեծին Փաշինյանը նշեց, որ դրա ճակատագիրը կախված է արժեքից, եթե հոսանքի գինը տրամաբանական լինի, հարցը կքննարկեն։ Կախված է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումներից, որովհետև այդ որոշումը ինչ որ մի բովանդակություն է ունենալու, որը կամ հնարավոր է դարձնելու կամ անհնար է դարձնելու մեր մտածած սցենարները, կամ մեր մտածած սցենարների վրա որոշակի ազդեցություն է ունենալու, մենք կքննարկենք, այսինքն նախ սպասենք տեսնենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ինչ է որոշում, դրանից հետո կոնկրետացնենք։ Շարունակությունը, եթե ելնենք այն կանխավարկածից, որ հնարավոր է դառնալու հարցածագելու ինչքան է գինը, գնից է կախված։ Փաշինյանը հայտնեց նաև, որ Ադրբեջանից միայն ցորեն չէ, որ Հայաստան է գալու այլ ապրանքներ բերելու հայտերել են ներկայացվել։ Ես գիտեմ, որ հայտեր են գեներացվում եւ ըստ էության ստացվում է, որ հոսքերը սկսում են վերադասավորվել եւ Ադրբեջանով Հայաստան հասնելու համար եւ մինչդեռ Ղազախստանի ի սկզբանե նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել, այսինքն մինչև հիմնական առիթ հանդիսացած շարժակազմը տեղ հասնի, դրանից առաջ ենթադրում եմ, որ գուցե թե էլի շարժակազմեր լինել, նկատի ունեմ իրավիճակը անդադ փոխվում է, որովհետև նորանոր հայտեր են առաջանում։ Կրկին անդրադառնալով հայկական բնակավայրերին ադրբեջանական անվանումներ տալուն Փաշինյանն արձագանքեց։ Հետո ինչ, շատ բնակավայրեր էլ առաջ այլ անվանումներ են ունեցել։ Ինչու՞ միայն ցարական, դրանից առաջ սուլթանական, դրանից առաջ շահական, դրանից առաջ խանական, դրանից առաջ խալիֆայական։ Այդ քարտեզներում ոչ Հայաստան կա, այսինքն Հայաստան կա, ոչ Հայաստանի Հանրապետություն կա, ոչ էլ Ադրբեջանի Հանրապետություն։ Իսկ մինչ Փաշինյանն այսպիսի հայտարարություններ էր անում, կառավարության շենքի դիմաց երիտասարդներ էին հավաքվել սովորեցնելու Փաշինյանին, թե ինչպես պիտի պատասխանեն Ալիևին, երբ վերջինս հայկական բնակավայրերն անվանում է ադրբեջանական։ Իհարկե մենք հասկանում ենք, որ գուցե հայկական կողմի բանակցողները այդքան էլ հայամետ չեն, հայանպաստ չեն, իրենց առաջ դրված խնդիրները ընդհանրապես հայի ու հայկական շահերի հետ կապ չունեն։ Դրա համար մենք եկել ենք օրինակներով, գուցե ուղղակի չեն կարողանում։ Ես ենթադրում եմ, որ պետք է մտնեինք Facebook եւ Ռուբեն Ռուբինյանը շտապել էր ստանձնել Ալիևի փաստաբանի դեր։ Սադամ Ակատյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Նիկոլ Փաշինյանը այսօր նաև հայտնել է, որ տեղյակ չէ, թե որ ընկերությունն է Ադրբեջանով Հայաստան ներկրում ցորեն Ռուսաստանից եւ Ղազախստանից։ Նաև չգիտի, թե ինչքան է վճարվում Ադրբեջանին տրանզիտային ուղու համար։
Բայց միևնույն ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ադրբեջանի տարածքով Հայաստան հասած ցորենի մուտքը բնութագրել է որպես պատմական իրադարձություն։ Նախարարն անձամբ է դիմավորել գնացքը այրում կայարանում, բայց հիմնական հարցը մնում է անպատասխան։ Իրականում ինչ նպատակ է հետապնդում երթուղու այս փոփոխությունը։ Ավելի մանրամասն ռեպորտաժում։ Ադրբեջանի տարածքով հացահատիկի ներդրումն արդեն իրականություն է։ Ասում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղությունն է արտացոլված հողի վրա, այսինքն տնտեսական կյանքում։ Սիրելի հայրենակիցներ, ես հիմա այրում կայարանում եմ եւ այստեղ պատմական իրադարձություն տեղի ունեցավ մի քանի րոպե առաջ, առաջին անգամ գրեթե 3.5 տասնամյակի ընդմիջումից հետո երկաթուղային ճանապարհով Ադրբեջանի տարածքով Հայաստան եկավ բեռ, մասնավորապես 15 վագոն բեռ։ Եվս 1000 տոննա այս անգամ ղազախական ծագման ցորենն արդեն Ադրբեջանի տարածքում է, Հայաստանի ճանապարհին։ Մինչ ոգևորիչ գրառումներով խաղաղության օրակարգն է հաստատվում, քաղաքացիները հետաքրքրված են։ Գնիչեցում կլինի, թե ոչ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության տնտեսության ապագան խոստումնալից է։ Ես հուսով եմ, որ այսօր Հայաստան ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով, որը շատ տնտեսապես նպատակահարմար է, ընդ որում եւ Ղազախստանից եւ Ռուսաստանից եւ էապես եւ ղազախական ցորենի ինքնարժեքը եւ նաեւ ռուսական ցորենի ինքնարժեքը երկաթուղային ճանապարհով Հայաստան գալու պարագայում էապես իջնում է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով տրանսպորտային տեսանկյունից Ղազախստանից եկող ցորենը այլ հավասար պայմաններում պետք է ավելի թանկ լինի, քանի որ Բաքու-Թբիլիսի-Երևան երկաթուղին ավելի երկար է, քան Փոթի-Թբիլիսի-Երևանը։ Այսինքն միանշանակ չեն կարող ասել, որ Ղազախստանից եկող ցորենը անհամեմատ էժան կգա, քան որ երկաթուղին ավելի երկար է այս պարագայում։ Բայց Ռուսաստանից եկող ցորենը Ադրբեջանի տարածքով կարող է ավելի էժան գա։ Հաշվի առնելով են, որ այս դեպքում օրինակ նավի պարոմը չի օգտագործվի եւ երկաթուղին այսպես Ռուսաստանից կարող է այսպես բեռնափոխադրում կազմակերպել Ադրբեջան, Վրաստան, Հայաստան։ Իսկ Հայաստան խմբակցության պատգամավոր տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը վստահ չէ, որ այս փոփոխությունները էականորեն ազդելու են Հայաստան ներմուծվող ցորենի գնի վրա, քանի որ իշխանությունը պետք է ներկայացնի, թե տրանսպորտային ծախսերի ինչպիսի նվազում է արձանագրվում 1 տոննայի հաշվով, բայց կարևոր հանգամանք է պետք հաշվի առնել։ Ընդհանուր առմամբ, որպես այլընտրանքային ճանապարհ եւ լոգիստիկ հնարավորություն, դա դրական է, բայց մենք նաև չպետք է մոռանանք, թե դրա համար ինչ աշխարհաքաղաքական գին է վճարվում եւ երկրորդը, թե այսպես կուլիսների հետևում եւ թաքուն կերպով ինչ պայմանավորվածություններ կան եւ վերջո ինչի դիմացա էս կատարում։ Նույն հանգամանքը մեկ այլ կերպ ընդգծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Հետևաբար այսպես այս բեռնափոխադրումները, որ կատարվում է վերջի շրջանում, ավելի շատ այսպես քաղաքական է, քան տնտեսական։ Քաղաքական նրանք ուզում են ցույց տալ, որ Ադրբեջանի տարածքով բեռներ փոխադրելը հնարավոր է եւ դրանով փորձում են ազդակ փոխանցել մեր հանրությանը, այսինքն ներքին սպառման, որ անվտանգությունը ավելի է ամրապնդվել, խաղաղության օրակարգը ավելի է ուժեղացել, սա է, այսինքն իրենք ավելի շատ քաղաքական ազդակներ են փոխանցում, քան տնտեսական։ Համենայն դեպս էկոնոմիկայի նախարարը եւ քաղաքական եւ տնտեսական առումներով դեռ չի բացում բոլոր փակագծերը։ Թույլ տվեք, այսպես ասած, ինտրիգը մի քիչ պահել, առաջիկա օրերին մենք համապատասխան հայտարարություններ եւ միջոցառումներ դուք տեսնեք։ Այն, որ Հայաստանը ցորենի ինքնաբավության խնդիր ունի եւ շուրջ 70%-ը ապահովվում է ներկրմամբ, գաղտնիք չէ։ Այլընտրանքային ճանապարհները բաց են իդեմս Ադրբեջանի։ Ինքնարժեքի իջեցման հարցը դեռ օդում։ Առավոտյան հրդեհ բռնկվել Երևանի Կոմիտասի Պողոտայի Երևան Սիթի սուպերմարկետում, հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ։ Սուպերմարկետի տարածքում գտնված բոլոր քաղաքացիներին տարհանել են։ Հրամասներ է հայտնել ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ 11:08-ին է եղել ահազանգը, որ նշված առևտրի կենտրոնի
սննդի կետում է բռնկվել հրդեհ, անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկար ծառայության մարտական հաշվարկներ, բիս 1 կանչով, այս պահին հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, այս պահին աշխատում են այստեղ հրդեհաշիժման աշխատանքների ներգրաված են 14 մարտական հաշվարկ, հրդեհաշիժման աշխատանքները ինչպես տեսակ ղեկավարում է փրկար ծառայության տնօրենը, այդ պահին քաղաքացիները տարհանվել են, մինչ շեշտ փրկարարների ժամանելը արդեն սկսել է տարհանումը եւ այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ տուժածների վերաբերյալ դեռ տեղեկություններ չունեն։ Գործընկերոջս հետ զրույցում ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը նաև նշել է, որ այս պահին հրդեհի առաջացման պատճառների վերաբերյալ հստակ տեղեկություն չկա, բայց թե ինչու են հրդեհի վայրից ոստիկանները բերման ենթարկել մի քաղաքացու, պարզաբանել է Սարգսյանը։ Քաղաքացի եղել ոչ adekvat վարքագիծ է դրսևորել, ինքը ուղղակի տարածքից հեռացվել է։ Ինքը ներկայացվել է տարածքից հեռանալ։ Ոչ adekvat վարքագիծ է ինքը դրսևորել, ուղղակի տարածքից հեռացվել է, ինքը բերման չի ենթարկվել, չի ձեռնարկվել։ Ոստիկանները նրան ուղղեցին մեքենա եւ տարածքից հեռացվել է, ձերբակալված, ձեր նշած բերման ենթարկված քաղաքացի չկա, տարածքից հեռացվել։ Տեղափոխվենք վաղար շաբաթ, որտեղ նախընտրական տրամադրություն է։ Մեր նկարահանող խումբը այսօր եղել է Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրում, որտեղ դպրոցի տնօրենը 60 աշակերտի օգնություն է բաժանել։ Տնօրենը մեզ հետ զրուցել չի ցանկացել, սակայն իմ գործընկեր Անի Աբաղյանը կարողացել է զրուցել գեղակերտցիների հետ։ Թե ինչ են պատմել գյուղացիները, դիտենք տեսանյութը։ Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրում դպրոցի տնօրենը 60 աշակերտի օգնություն է բաժանել։ Այս օգնությունը այս մարդիկ տարին 5-6 անգամ ստանում են։ Նոր ասեցին 2-3 անգամ։ Շատ լավ։ Մարդ կա, որ նոր է։ Բայց դուք ինչ եք լծված այս աշխատանքին։ Որովհետև ես ՀԿ-ի նախագահ եմ։ Շատ լավ, բայց դուք նաև դպրոցի տնօրեն եք, այս պահին։ Նախընտրական շրջանում գտնվող համայնքում է աջակցությունը բաժանել տնօրենը։ Ասում է հրաժարվել չէր կարող, իր խղճի եւ մտքի բարձր զգացումով է առաջնորդվել ու համաձայնել բաժանել օգնությունը։ Մեզ հետ զրուցել չցանկացավ, ասաց թույլ տվեք օգտվել իմ հրաժարվելու իրավունքից։ Դասի էր, հետո մարզպետարաններ շտապելու։ Այցը կապ ունի արդյոք օգնություն բաժանելու թեմայի հետ։ Նորից օգտվեց պատասխանելուց հրաժարվելու իր իրավունքից։ Գեղակերտի բնակիչներից Սիրանը նախորդ տարի է ստացել կադրերում երևացող տոպրակների օգնությունը։ 5 երեխա, 4 թոռ ունի։ Նրանցից մեկին էր հասել աջակցությունը։ Սնունդն տարբեր սնունդներ էր։ Շաքարավազեր, պեսոկ, բաներ, յուղեր, վերմիշիլ, տես բաներ էլի։ Քաղցրալ մենքներ կար մեջ են։ Համայնքապետարանի բակում կանգնած բնակիչներից մեկը, որ Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին մասնակցելու համար էր եկել, ասաց, որ դպրոցի տնօրենը նման նախագծերով հաճախ է հանդես գալիս։ Միշտ էլ օգտել է, այդի քանի ինչ դպրոցի տնօրենը ել է, միշտ էլ օգտել է։ Ոտնես չի օրենքից ինքներին բաները։ Միշտ օգնել է։ Իմ հարևանների տարել անապահովին, տարավ մի քիչ հեռու բարդ, տարավ զատիկ մանդատուն անապահովին։ Սաղին էլ օգտել է, միշտ օգտել է, նես որ էդի չի վերաբերում ընտրությանից, 1000 միլիոն տոկոս ասում որ չի վերաբերում։ Բնակավայրի նախկին գյուղապետն ասում է, առաջին անգամ է աջակցության մասին լսում, երբևէ չի իմացել, անտեղյակ միայն նա չէր։ Հետո թե օգնությունը տավ ասել բադա։ Հետո սուտ է, ես բան չեմ լսել։ Երբևէ չի բադա։ Ինչ։ Երբևէ բաժանելու։ Ոչ, ես չեմ լսել ու չեմ էտիս, որ հանգարց օգնություն վերեմ բաժանեմ։ Ինչ արդյունք ունեն տվել, որ դե հաղթը բացի, կամոք եմ։ Ասում են միշտ ինքը օգնություն է բաժանում գյուղացիներին։ Նախընտրական փուլում գտնվող Գեղակերտում եւս այդ աջակցության մասին անտեղյակ էին։ Համայնքի ղեկավարի տեղակալից հաջողվեց պարզել միայն, որ ղեկավարն արձակուրդում է վաղաշաբաթի ավականու նախընտրական փուլից մինչև ավարտը արձակուրդում է լինելու։ Ակտիվ մասնակցում է ԿՊԱ-ական թեկնածուի քարոզարշավին։ Փոխարենը համայնքապետարանից տեղյակ չէին համայնքում ով է աջակցություն բաժանում, ովքեր են ներառված շահառուների խմբում, ինչու են նախընտրական փուլում գտնվող բնակավայրում որևէ մեկի տանը աջակցություն բաժանում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդատյանն է, վաղաշաբաթի ավականու ԿՊԱ-ական թեկնածու Արգիշտ Մեխակյանն ու Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանը։ Երեքն էլ արձակուրդում են։
Նրանք ովքեր աշխատում են չեն կարող առանց արձակուրդի կարոզարշավի մեջ լինել։ Խոսելով դպրոցի տնօրենի աջակցության մասին Խուդատյանն ասաց, որ տեղյակ չէ, քննություն կանցկացվի պարզելու հանգամանքները։ Դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը, որ կանանց, երիտասարդների եւ կրթություն հզորացման ՀԿ-ից է, ասում է տարեկան միլիոնավոր սոցիալական ծրագրեր են կատարում Խոյ համայնքում Կամրջակ սոցիալ բարեգործական կազմակերպության տրամադրած օգնության հաշվին։ Այնպիսի ծրագրեր, որոնց մասին համայնքապետարանը տեղյակ չէ, բայց կան քաղաքացիներ, որոնք օգտվել են։ Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Աշխարհի քարտեզը փոխվում է, փոխվում են գլխավոր խաղացողները, փոխելով ուժերի հավասարակշռությունը։ Փորձագետները կանխատեսում են, որ աշխարհը նոր պատերազմի շեմին է։ Ակտիվանում են ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնական ուժերը, ակտիվանում է միջուկային փորձարկումների մասին խոսակցությունները գերտերությունների ղեկավարների մակարդակով։ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան եւ Եվրոպա։ Շախմատային մեծ տախտակ, որտեղ յուրաքանչյուրն ունի հաջորդ քայլի եւ խաղատախտակի դասավորության սեփական ծրագիրը։ Աշխարհի քարտեզում փոփոխություններ են սպասվում, մասնագետների գնահատմամբ աշխարհը կանգնած է հնարավոր մեծ պատերազմի շեմին։ Վերջին շրջանում էլ ակտիվացել են Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, միաժամանակ միջուկային փորձարկումներ սկսելու մասին հայտարարություններ են արել Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները։ 33 տարվա միջումից հետո Միացյալ Նահանգների նախագահը հրահանգել է ռազմական գերատեսչությանը սկսել միջուկային փորձարկումների գործընթացը։ Թրամփը նշել է, որ Չինաստանն ու Ռուսաստանն էլ են սկսել այդ գործընթացը, ինչու ինքը չի կարող անել նույնը։ Քանի որ այլ երկրներ փորձարկում են միջուկային ծրագրեր, ես հանձնարարել եմ պատերազմի նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները։ Այդ գործընթացը կսկսվի անմիջապես։ Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի այս քայլը ուղերձ է ուղղված աշխարհի մյուս երկու խոշոր միջուկային տերություններին՝ Ռուսաստանին եւ Չինաստանին, սակայն նրա հայտարարությունից հստակ չէ խոսքը վերաբերում է պայթյունավտանգ փորձարկումների, թե միջուկային հրթիռների թռիչքային փորձարկումներին։ Հատկանշական է, որ աշխարհում վերջին 25 տարիներին ոչ մի միջուկային տերություն պայթյունավտանգ փորձարկումներ չի արել Հյուսիսային Կորեայից բացի։ Սա շատ վտանգավոր խաղ է, քանի որ անգամ սառը պատերազմի ժամանակ այսպիսի ռետորաբանություն մենք չէինք լսել ոչ եվրոպացիների, ոչ ամերիկացիների, ոչ ռուսների կողմից։ Սա բավականին անպատասխանատու խաղ է, շատ վտանգավոր խաղ է, որը կարող է բերել էսկալացիայի։ Դեռ նրանք սառը դատողություն իրենց հերիքում է, որպեսզի դա չանել։ Ռուսաստանը շարունակում է համարվել աշխարհի ամենամեծ միջուկային զինանոց ունեցող տերությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է արձագանքել Թրամփի հայտարարությանը։ Նախագահ Թրամփը իր հայտարարության մեջ նշել է, որ այլ երկրներ զբաղվում են միջուկային զենքի փորձարկումներով։ Մինչև հիմա մենք չգիտեինք որևէ մեկը փորձարկում է անում։ Պուտինը, որ տիրապետում է աշխարհի ամենամեծ միջուկային մարտագլխիկների զինանոցին, բազմիցս ասել է, որ եթե որևէ երկիր փորձարկի միջուկային զենք, ապա Ռուսաստանը նույնպես կանի դա։ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը հռչակել են, որ վերադառնում են միջուկային զենքի տեստերին, այսինքն նրանք սկսելու են նորից վերսկսելու են տեստերը միջուկային զենքի։ Նշանակում է, որ մենք 55 տարի վերադառնում ենք անցյալ, 55 տարվա պատմություն են կորցրել։ Ռուսաստանը եւ Չինաստանը որոշ ձևով հիմա սկսելու են զսպել Միացյալ Նահանգները, ձևավորվում է երկու բևեռ, Միացյալ Նահանգներ, Եվրոպա մի կողմից եւ Ռուսաստան, Չինաստան։ Բայց միջազգային հարաբերությունները երկրների բախվող շահերի մասին է։ Չինաստանը, որ Ռուսաստանի դաշնակիցն է, եւս տիրապետում է միջուկային զինանոցի, աշխարհում երկրորդ զինանոցը նրանցն է։ Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է Միացյալ Նահանգներ Չինաստան վերջին հանդիպումը, որը տեղի ունեցավ Հյուսիսային Կորեայում։ Այնպես որ այս պետությունները նախ եւ առաջ մրցակիցներ են եւ բնական է որ նաեւ ինչ-որ ուղղություններով համագործակցում են, վերջի ամենախոշոր առևտրային գործընկերներն են նարոդ վերջին տարիների ընթացքում Չինաստանը դարձել է ամենախոշոր առևտրային գործընկերներից մեկը, Միացյալ Նահանգների համար, Ռուսաստանի համար, այնպես որ կա շատ մեծ մրցակցություն, բայց կա նաեւ շատ մեծ համագործակցություն եւ փոխգործակցություն ամենատարբեր ոլորտներում։ Թրամփը հանդիպումը որակել է հրաշալի, նշելով, որ կողմերը փորձել են մեղմել առևտրային լարվածությունը։ Մասնագետները նկատում են Չինաստանի կիրառած տնտեսական հակասանկցիաները տվել են իրենց արդյունքը։ Պեկինը խոստացել է թույլատնել հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողությունը, սակայն այս տնտեսական քայլերի հետևում փորձագետների համոզմամբ հստակ քաղաքական հաշվարկներ են թաքնված։
բարդ է դες միանշանակ գնահատական տալ, որտեղ այդ պետությունները բացի համագործակցություն, մրցակցում են, մրցակցում են ամենատարբեր ոլորտներում եւ տնտեսական մրցակցությունը տեղի ունենում նաեւ մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Չինաստանի մեջ եւ քաղաքական ազդեցության մրցակցություն կա, ակնհայտ երևում է, որ Միացյալ Նահանգները անհանգստացած են Չինաստանի հաջող քաղաքական եւ տնտեսական հզորությամբ։ Մասնագետները կանխատեսում են աշխարհը նոր բևեռացման փուլում է։ Եվրոպան փորձում է մեկուսացնել Ռուսաստանին, մինչդեռ Միացյալ Նահանգները հասկանում է, որ չի կարող անտեսել ոչ Մոսկվային, ոչ էլ Պեկինին։ Այսպիսով Եվրոպան աստիճանաբար մնում է միայնակ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան գլոբալ եռյակի դիմաց։ Սեդամ Ակարյան, Անրանիկ Մասուրյան, ABC Media։ Եվ վերջում լավ լուր մեր Սիրիա-հայ հայրենակիցների համար վաղվանից վեր սկսվում են Երևան-Հալեբ-Երևան ուղիղ չվերթերը։ Նախնական ծրագրով դրանք կիրականացվեն ամեն ուրբաթ։ Այսքանն էին այս ժամի գլխավոր լուրերը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերի հաջորդ թողարկումը կարող եք դիտել վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։